Շատ հնարավոր է, որ ես։ Այ բարով ենք եկել մենք։ Բարև ձեզ։ Հազար բարի։ Լավ, մենք հետո կզրուցենք, Կարոն ջան։ Հետո։ Բարև։ Վայ, բարև ձեզ։ Մարիամ ջան, ես տղաների հետ մի փոքր աշխատանք ունեմ անելու։ Մինչև մենք զրուցենք, դու սեղանը պատրաստիր։ Հա, իհարկե։ Մանո ջան, բան պետք չի, նեղություն մի քաշ։ Մենք լավ կերած եկել ենք։ Այ խմած չէ։ Բայց այդ հետո էլի գործ ավարտենք, կխմենք։ Լավ, բայց եթե հանկարծ ընթացքում փոշմանեք, անպայման ասում եք ինձ։ Հենց որ փոշմանենք, կասենք։ Լավ, դե առաջացեք։ Արի։ Լուսը համաձայն ես, թե… Համաձայն եմ։ Ես խոստանում եմ, որ դու ես աշխարհի ամենաերջանիկ աղջիկն ես լինելու։ Ես էլ քեզ եմ խոստանում։ Մաման եմ, խոստացել էի, որ շուտ եմ տուն գնալու։ Դե ես քեզ հենց հիմա կտանեմ։ Արեգ իսկ են ինչ-որ խոսացել եմ պապան ու Սաթենը, չես ուզում ասես։ Ճիշտ իրը ասելն է։ Լավ։ Դե գնացինք։ Դու էլ որ պապայիդ հետ խոսաս ինձ անպայման կասես, որ հասկանամ երբ եմ գալու։ Բարև ձեզ։ Բարև։ Կարելի է։ Հավեցեք կապիտան։ Համեցեք։ Եկա ասեմ, որ տղաները խոստովանել են։ Պատվեր է եղել։ Թե պատվիրատուի անունն ասել են։ Չէ, չգիտեն։ Կապը օնլայն է եղել, բայց հանգիստ եղեք, մենք այդ մասով աշխատում ենք։ Դե պարզ է։ Սրապյանը հո ինքը կապի դուրս չէր գալու։ Դե բայց հանդիպել եմ հետը, խոսել։ Ինքը գիտի, որ իմ ուշադրության կենտրոնում է։ Ինչ ասեմ։ Ինձ թվում է ամեն ինչ անհույս է։ Արդեն նոր թաղամասի փաթեթը հաստատված է։ Ոնց։ Հին թաղը քանդելու են։ Չէ, դենց բարենորոգում են իրանք։ Հա, բա ոնց։ Բայց վերջնարդյունքն է նա, որ այս հին կոլորիտով թաղը քանդվելու է, չէ։ Մաս։ Այս մասը հետո այն մասը։ Եթե մարդիկ դուրս չեկան իրանց դեմ ամբողջը։ Ես չեմ հանձնվելու։ Հանգիստ եղեք, եթե Սրապյանն է կանգնած այս ամեն ինչի հետևում, ինքը պատասխան է տալու։ Իսկ դուք Ես ինչ։ հանձնվելու եք, պետքա թողնեք, որ ձեր տունը քանդեն։ Ես ուղղակի իրավունք չունեմ հանձնվելու։ Ես ձեզ հասկացա։ Շնորհակալ եմ։ Բարձրացություն։ Ուզում էիր խոսայիր պապայի հետ։ Սաթենն եկել էր, որովհետև հին թաղը քանդելու փաթեթն է հաստատվել։ Պապան ու Սրապյանն են սարքելու նոր թաղամասը։ Մի րոպե, ես քեզ… Պապան ասել։ Այսինքն Սաթենը… Մի րոպե չեմ հավատում։ Պապան… Ոնց կարար։ Անձնական ոչ մի բան։ Ուղղակի բիզնես։ Մաման ինչ է ասում։ Մաման լուր է։ Իրա սրտով էլ չի։ Բայց ինքն էլ է հասկանում, որ պապան ուրիշ տարբերակ չունի։
Տարբերակ միշտ էլ կա։ Իսկ այս մասում առաջարկում եմ փոքր այգի լինի։ Այս տարածքը մեր փաթեթի մեջ չի մտնում։ Առայժմ չի մտնում։ Ընթացքում կխոսենք բնակիչների հետ։ Եթե համաձայնվեն ծախել տները, այդ հաղամասներ կմեծացնենք։ Ես ամբողջ թաղին ձեռք չէի տա։ Դե վերջի վերջո Երևանի հին ու կոլորիտային թաղերից է։ Չգիտեմ, պետք է մտածել ինչ-որ ոչ ստանդարտ լուծումներ հետ։ Այդ դրա համար համաձայնվի արգամի առաջարկին։ Միացին եզնի։ Հան կմտածես, ամեր կկառուցենք, հա։ Միացիր։ Իսկապես առաջարկում եմ միացիր ու չես փոշմանի հաստատ։ Ինձ մի քիչ ժամանակ տվեք։ Մի քիչ ինչքան։ Դե ես արձերն գումար չունեմ։ Հիմա ակտիվներն են։ Ու երբեք չեմ ուզել վաճառել ակտիվներս։ Պապան գիտի շատ դեպքերում բանկերից եմ գումար վերցրել։ Հետևաբար հիմա էլ չեմ ուզում վաճառել։ Ուղղակի պիտի հասկանամ մյուս տարբերակները ինչքան գումար կբերեն ու ինչքանով են ռիսկային։ Դա հաշվեմ ու կասեմ։ Լավ։ Դե դու մտածիր, իսկ մենք կսպասենք։ Այս արտադրամասի հատվածում մեկ էլ են հետևը։ Մի քանի շինություն կա դրանք էլ։ Դրան հարակից տներն էլ միանշանակ։ Դրանց տերերը վաղուց դռները փակել գնացել են, որը Եվրոպան էր, որը Ռուսաստանն էր։ Դե հա, դրանց ինչքան էլ գումար տան վերցնելու են։ Գտած գումար են համարելու։ Իրանք իրանց ապագան ոչ մեր երկրի, ոչ էլ մեր թաղի հետ են կապում։ Ուղղակի այս հատվածում մի քանի տներ էլ կա։ Ստեղ ապրում են մարդիկ արդեն, բայց իրենք այս տներն էլ պիտի առնեն, որը չխթան ամբողջանատաճը չի ամբողջանում։ Դե համոյի տունն է, ու մի քանի տուն էլ կա, չգիտեմ ովքեր են։ Այս երկուսը առևտրականներ են, Պարսկաստանից ինչ-որ ապրանքներ են բերում ծախում օնլայն։ Այս մեկն էլ բարեկամի տունն է եկել ապրում։ Մուքոձայի։ Կարծեմ հենց իրան էլ թողնելու է, չէ՞։ Սրանց երեքի հետ էլ խոսել է պետք։ Դե խոսենք, բայց ես հույս չունեմ։ Դե ես կխոսեմ, եթե դու չես ուզում։ Խոսեմ։ Համոյի հետ խոսեմ, հետո համոյի հետ միասին մնացածին էլ կայցելեմ։ Ձեզնից ասա ինչ կա։ Պետք է խոսամ արգամի հետ։ Ասել եմ խոսա ինձ ասի, որ գնանք իրանց տուն որ որոշենք։ Գնանք ձեռքը ուզելու։ Գնամ համոյին զանգեմ, տեսնեմ երբ հատուն հասնելու։ Ինչի ուրա։ Բժշկի մոտ է գնացել, Նազիկի, ինչ որ թուղթ պիտի վերցնի։ Այ որ միավորվենք, տես ինչ անտիր թաղամաս կսարքենք։ Հին թաղն իրանով սիրուն թաղամաս է։ Ու դրսում մարդիկ ամեն ինչ անում են, որ պահեն իրենց հնությունները։ Իսկ մենք մենակ քանդում ենք, չգիտակցելով, որ այդ թաղամասերը մեր քաղաքի պատմությունն են։ Ես համաձայն եմ, բայց առանց ծայրահեղությունների։ Իսկապես կան բաներ, որոնք կարող ենք փոխել ու ավելի լավ բան առաջարկել, եւ կան բաներ, որոնց կարող ենք ընդհանրապես չկպնել։ Ես իմ ասած փոփոխությունները այս կոնտեքստի մեջ էի առաջարկում։ Այ երբ կմիանաս մեզ, այդ ժամանակ ավելի մանրամասն կքննարկենք։ Բայց դուք շարունակեք, երեխեք, շարունակեք, ոնց խոսացեք, քննարկեք, որ գտնեք այդ ոսկե միջինեն։ Թե սուրճ կարող է ինչ-որ բան ցանկանաք։ Չէ, Մարիամ ջան, չէ, ինչ կա լավ։ Լուսե ջան, իսկ եթե դու էլ միանաս մեր նախագծին, Չեմ կարծում, որ իմ մտքերը ձեզ գոհացնեն։ Ինձ որ մնա ես ընդհանրապես ձեռք չեմ տա հին թաղին։ բարամ ուրա, բարձացավ ու չիչով։ Հա, ընկերն է եկել քննությունների են պատրաստվում։ Այդ քննությունները, բայց լավ ընթացք է էլի։ Բայց դա ավարտելուց հետո ենք հասկանում։ Հաստատ։
Ախպեր, բան կա։ Այն մարդու դեմքը շատ ծանոթ է։ Ուզում եմ հիշեմ, որ դեմ տեսել։ Սրապյանն է։ Քաղաքից դուրս մեծ առանձնատների գործով ինքն էր։ Այ ապրես։ Բա ինչ գործ ունի ձեր տունը։ Ապե, ինքը լավ է լուրջ մարդ է։ Ու համել լավ լուրջ գործեր ա բռնում։ Պապայի գործընկերն է։ Լուրջ։ Ախպեր պարապում ենք, թե հավեսատելի փախավ։ Հա, պարապում ենք։ Լսի, դու Արգամձաձեի հետ խոսացի՞ր, թե իմ գործի պահով։ Լճը բայց կխոսամ։ Հիմա որ ես ու դու Արգամձաձեի մոտ աշխատենք, ես ու դու լուրջ գործերի մեջ ենք լինելու։ Ախպեր իջի ներքև։ Հələ քննություններ կան դեմներս։ Փոխանակ գնանք, ծանոթանանք, նստել ենք, ստե ինչով ենք զբաղվում։ Արա շատ բիձայս է։ Դե լավ, ինչ ես ողբ սարքել։ Տղայա սիրահարվել ես։ Ով չի սիրահարվում։ Ես չեմ ուզում սիրահարվեմ։ Ցնդեց։ Սաղ ուզում են, դու չես ուզում։ Չէ, չեմ ուզում։ Ուրիշ մարդ կա։ Չէ։ Ուղղակի չեմ ուզում սիրահարվեմ, չես հասկանում։ Ինչի, որովհետև բոլոր տղաները վատն են։ Որովհետև սեր չկա, իսկական սեր։ Պահո։ Փիլիսոփայության դասը ոնց որ լավ ծանր է նստել։ Վիկ հավաքվի գնա էլի։ Դե լավ, ինչ դուրդ չի գալիս վիկ հավաքվի գնա։ Հա, որովհետև լուրջ բան եմ ասում, դու ծիծաղում ես։ Բա ի՞նչ է նշանակում սեր չկա։ Ես ինչքան մարդ գիտեմ, սիրահարվում են, բայց հետո ուրիշին են նայում։ Դե չի նշանակում, որ սեր չկա։ Կարող է իրանց թվացելա գտել են, հետո հասկացել են, որ չէ, ինքը չէր։ Իսկ դու մարդ գիտես, որ սիրահարվել է ու հասկացել է, որ ճիշտ է։ Ռոմեոն Ջուլիետը։ Երեխեք ջան, եկավ ձեր պատվերը։ Ուռա! Դե դուք բացեք կերեք։ Բա դուք։ Տան մաքրող եկել է, հիմա պիտի դիմավորեմ։ Ես մի քիչ հետո կգամ։ Ոնց է կորոտել։ Ինչքան ժամանակ է չես կերել։ Իրան օրական 10 անգամ 10 ինքը մեկա կուտի։ Արդեն քանի նվեր քարտում ես։ Անթիվ անհամար։ Լավ կերեք, թե չէ ձեզ չի մնալու։ Ինձ էլ կթողեք, հիմա կգամ։ Շնորհակալ եմ։ Համով է ձեր ջուրը։ Լուսե, թող ձեզ չթվա, որ իմ ուշքը գնում է հնություններ քանդելու համար։ Չէ։ Չէ։ Ես ընդամենը առաջարկում եմ քանդել այն, ինչ որ արդեն քանդված է ու փոխարենը ինչ որ պիտանի բան կառուցել։ Իսկ ընդհանուր ճարտարապետական տեսքը Միանշանակ պիտի պահպանվի։ ու ոնց եք պահպանելու 25 հարկանի բազմահար կառուցելով այդ տարածքում։ Դե իրականում դրան ես էլ եմ դեմ։ Դա ավելի շատ հորս ցանկությունն է։ Իսկ այդ թաղամասի բնակիչների ցանկությունը հաշիվ չի, չէ՞։ Բոլոր դեպքերում ես խոսելու կողմնակիցն եմ։ Խոսել, իրար լսել, չգիտեմ, գուցե ինչ-որ կոմպրոմիսների մենք գնանք կամ իրենք ինչ-որ բան առաջարկեն։ Շատ լավ։ Դե գնացեք, խոսեք ու հասկացեք։ Իսկ կարող է միասին գնանք։ Դե ես ոնց հասկանում եմ, դուք շատ լավ ծանոթ եք թե տարածքին եւ թե մարդկանց։ Ես ինչ կապ ունեմ ձեր ընկերության հետ։ Առայժմ ես էլ ոչ մի կապ չունեմ։ Բայց եթե դուք միանաք, ես էլ կմիանամ։ Այդքան միլիարդ։ Կանից դուրս գալիս ես Դավիթ հետ խոսում։ Ինձ ուրիշ բան անհանգստացնում։ Եթե հանկարծ Դավիթը չհամաձայնի, ինչ ենք անելու։ Մանավանդ որ դու չես ուզում ուրիշ ընկերություններ գրավի այդտեղ։ Այմար մի բան կմտածենք։ Սպասի։ Այս լավ էլ զերծում են, հա։ Արգամ, ես եթե դու քո բաժնից Լուսեին մի մասը տաս, որ միանամ ես, էլի,
Դավիթը վազելով կգա։ Այսի բան եմ ասում, ես իմ տողն երբեք այսպես ոգևորված չեմ տեսել։ Սիրարվել, հա։ Համաձայն եք գրազ գանք, Ինչ գրաս։ որ իմ ասածը ավելի հավանական է։ Էս ինչ է գրած գալիս։ Հետ նախագիծն էինք քննարկում։ Յա։ Դե, հուսով եմ կհասցնեք։ Լավ, Արգամ ջան, մենք գնանք։ Բամարյամը Զանգ եկավ, դուրս եկավ, հիմա կկանչեմ։ դե որ Մարիամը գա, մեր շնորհակալությունը հայտնի։ Լավ ջան, գնացինք։ Այ։ Մի բան կասես համո։ Սատան ջան ասելու բանը որ անալիզի պատասխանները նազիկի ոչ լավ չէ։ Վաչան լույսուներ որ ամրանը կվիրահատան ինքնել կասնի փողավակի շատ ապետք միջքան հնարավոր է շուտ Ինչ լավ բան չասիր է, հեչ։ Վաչան ինչ ամտածում։ Ինչ ունի որ ինչ մտածի։ Մի քանի ընկեր ունի, այնտեղ պետք է հետները խոսի, բայց ասում է խելքս բան չի կտրում։ Մի տնից չենք, բայց մի հալի ենք։ Ինչի գնաց այդ տղան, չեմ հասկանում, ախր ինչն էր պակասիր, հա։ Վեր կացավ գնաց։ Նազիկն էլ երևի դրա պատճառով էլի այս վիճակի մեջ հայտնվեց։ Կարող է։ Գիտես քանի անգամ եմ ասել։ Լույս Պերանի սամն եմ զգում ոչ ապրելիս։ Համո հավաքի քեզ։ Այն աղջիկը ամբողջ օրը քո մասին է մտածում։ Իրան թողելա քո հետևից է ընկել։ Համլետ հավաքի ուղակի։ Արավ։ Ասած բանը էր ասում։ Ասում եմ պինդ սուրճ տնեմ, խմենք խոսենք։ Անդ մի քիչ թույլ ու մի քիչ քաղցր է, սիրտս էլ չի։ Եղավ շրջան։ Տղես, ինչ ես մտածում։ Խառը։ Իսկ Արգամի առաջարկի մասին։ Իբր դու կապ չունես, չէ։ Ոնց կապ չունեմ։ Իմ բաժնեմասից ես առնելու։ Որովհետև չես ուզում ուրիշն առնի։ Ես չեմ ուզում ուրիշին ծախեմ։ Ես ուզում եմ որ դու աստիճանաբար այս գործը քո ձեռք վերցնես, համել։ Ինչ համել։ Սկզբից իմ հարցին պատասխանի, հետո կասեմ։ Դե առաջարկը սրտովս է։ Ուղղակի ֆինանսական մասը դու էլ գիտես իմ մոտ։ Տղես, դու փողերի մասին մի մտածիր, հա՞։ Ես կօգնեմ։ Բա Արգամի մոտ ուրիշ բան էիր ասում։ Էլի եմ ասում։ Խոսքը իմ անձնական փողերի մասն է, իսկ իմ անձնական փողերը ես կտամ միայն իմ երեխուն։ Մենակ չասեցել որ չես վերցնելու։ Ամիսր գործերդ կդզվի ու կվերադարձնես, եթե ուզես իհարկե։ Ուրիշ պատճառ չկա։ Լավ, համաձայն եմ։ Շնորհավոր։ Դե հիմա կասես ինչ էիր ասում։ Արգամը դեմ չի լինի, որ դու խնդրես իր աղջկա ձեռքը։ Ասում եմ Սուրենի տղան Դավիթը բավականին հետաքրքիր տղա է։ Ինչ կարծիքի ես Լուսե ջան։ Քեզ հետ եմ Լուսե։ Հա, պապ։ Ասում եմ Դավիթը Սուրենի տղան ինչ կարծիքի ես նրա մասին, նա կարող է մեզ հետ միասին բաժնետեր դառնալ։ Դե լավ մասնագետ է։ Ու վերջ։ Պապ, քեզ բաժնատեր դառնալու համար էլ ի՞նչ է պետք։
Պապ ջան, Հա, Արտուրը քեզ խնդրանք ունի։ ասա Արտուր ջան։ Արամն ասեց, որ գալու է ձեր մոտ աշխատի։ Կարող եմ մի բան էլ իմ համար գտնվի ձյաձ Արգամ ջան։ Հորիցս գրպանի փող չուզեմ։ Հա, մի բան հաստատ կգտնվի։ Շատ շնորհակալ կլինեմ։ Այդ ձեր քննությունները ավարտեք, հետո միասին եկեք կքննարկենք այդ թեման։ Շնորհակալ եմ։ Բարի գիշեր։ Բարի գիշեր տալիս։ Ճանապարհ Սա օգնելու բան կա։ Չէ, ամեն ինչ նորմալ է, ստուգել եմ։ Իսկ ո՞նց է գնում շինարարությունը։ Մի քիչ դանդաղ, բայց որակով։ Պատվերդ ավարտեցիր։ Իմն էլ մի քիչ դանդաղ, բայց նորմալ է։ Իսկ Նազիկից ինչ շնորհություն կա։ Դրա համար եմ էլի ստուգում։ Ուզում եմ հասկանամ այդ քոթեջներին ինչքան է պետք մնացածը։ Տամ համոյին ուղարկի վաչոյին։ Ու տենց չնայես ինձ, այ տենց, որովհետև ես եմ ասել, հա, որ գործի փողը չի կարելի վերցնել, բայց ինչ անեմ, չտամ այդ փողը, այդ աղջիկը առանց վիրահատության մահանա, հա։ Ինչքան է պետք։ Շատ, ես էլ չի փակում։ Մի տեսակ ես դու։ Լուսան չզանգեց։ Արեք, ասում երբ ես ամուսնանում, հարսանիքդ երբ անեք։ Ինչքան շուտ այդքան լավ։ Չէ, բայց դու շատ վտանգավորն ես։ Ինչ վատավոր։ Արգամը իր բնակարանները կավարտի ու կհանձնի մարդկանց, իսկ Դավիթը կամուսնանա իր սիրած աղջկա հետ։ Ինչ էլ վստահ ես, որ Արգամը կհամաձայնվի։ Կհամաձայնվի, 100% կհամաձայնվի։ Դավիթը իր դուրը գալիս է։ Ես տեսել եմ ոնց են քնայում Դավիթին։ Իզաբել, արի անկեղծ էլի։ Օրինակ դու չէիր ուզի, որ Անահիսը Դավիթի պես տղուն հանդիպեր։ Իհարկե կուզեի։ Չէ, ես ընդունում եմ իհարկե, որ մի թեթև խաբեցի Արգամին, որ աստի փող չկա։ Հա, Դավիթին էլ մի թեթև խաբեցի, որ իր օգնության կարիքը կա։ Լսի, բայց ինչ խափլան մարդ եմ։ Բայց վերջում երկուսի համար էլ շատ լավ է լինել։ Բոլորի համար լավ եղավ։ Դու քեզ մոռացար, որ մի կրակոցով 2 նապաստակ սպանեցիր։ Դե առանց դրա։ Մնացով։ Ես։ Ոայ, քեզ ինչ է եղել։ Անահիսը լրիվ չափերը անցել է, որ խնդրեմ կխոսես հետը։ Լավ, կխոսեմ։ Մեկը, քո վախերը անիմաստ են։ Վիկարի ես որոշեմ, հա, ու վախեր չեն։ Ես ինչքան մարդ գիտեմ, այդ օրին են։ Մամայից ու պապայից սկսած մինչև Դավիթը։ Ոնց, Դավոն բաժանվել է։ Հա, ուրիշին է սիրահարվել։ Այս տարի բոմբներ։ Ով է որ։ Չգիտեմ, չի էլ հետաքրքրում։ Մեկը ես իմ մտքին եմ մնում։ Սերկա։ Դու էլ անիմաստ բաներ մտածելու փոխարեն ավելի լավ է շփվես Արամի հետ։ Հետո կհասկանաս, սերկա թե չկա։ Հա, քո ասածն առաջ անցի։ Վախկոտ, փախար։ Դավիթի հետ կխոսենք, հետո ամեն ինչ պարզ կլինի։ Լսիր, Մարիամ, մի քանի անգամ փորձեցի Լուսեի հետ խոսել, ոչինչ չստացվեց։ Գուցե դու փորձես։ Դավիթի պահով էլի։ Լուսեն Արեգին է սիրում։ Լավ էլի, Մարիամ, խնդրում եմ, լավ էլի։ Արգամ, Լուսեն Արեգին է սիրում։ Հա դե հասկացանք, սիրում է։ Այնքան մարդ մի ուրիշ մարդու է սիրում, վերջում երրորդի հետ են ամուսնանում։ Հիմա ինչ։ Մենք պետքա Լուսեի կամքին հակառակ անենք ամեն ինչ։ Ոչ, ես ուզում եմ ընդամենը հասկանալ Լուսեն ինչ է մտածում այդ տղայի մասին։ Այսքան բան։ Այդքան էլ այսքան բան չի։ Ինձ թվում է դու արդեն ամեն ինչ գիտես, էլ ինչ ես ուզում իմանաս։
Լավ էլի Մարիամ, դու հո գիտես, որ այս աշխարհում իմ երեխուց այն կողմ ոչ մի բան գոյություն չունի։ Բայց դու կին ես, դու ուրիշ կերպ ես մտածում, այնքան բան կա այս աշխարհում, խնդրում եմ, ինձ էլ հասկացիր։ Գնայես ինձ մի րոպե։ Խնդրում եմ, ինձ հասկացիր։ Հա, համու։ Հաբատունն եմ, բաղուրեն։ Արիքն անք, հա։ Եղավ լավ։ Սատ։ Մի 10 րոպեից համուն կգա, իրար հետ կգնանք տներով հարևանների հետ խոսենք, դուրս ենք։ Լուսան էր զանգել, ասում է պիտի հանդիպենք։ Կոնկրետ բան չասեց։ Չգիտեմ, ասում է սենց խոսելու բան չի, պիտի հանդիպենք նոր խոսանք։ Սատ ինչ է հիմա տպավորություն, որ արգամը դեմ է լինելու, որ ես ու Լուսան։ Դե արգամը կամաց հետո քաշվում ու ես լրիվ հասկանում եմ ինչ ես ասում։ Իսկ ինչից կարող լինի այդ։ Դե բանա այդ մենք իրան վատ բան արել ենք, ոչ։ Դե այդ նշանակում է, որ ինքն է արել։ Ու ես մեր թաղի պատմության հետ կապ չունի, ես ինչ-որ նոր բան է։ Դրա համար է իրեն տարօրինակ պահում։ Իսկ կարող է գնաս հետը խոսես, արգամը ուզում, արգամը չի ուզում, այ քեզ բան։ Կերածդ վրա չի նստում, հալու մաշուս լինում։ 21-րդ դարն է, չէ՞ դրսում, ճիշտ եմ, չէ՞ ես հիշում։ Հա, ես այդ հասկանում եմ։ Բայց շատ անհանգիստ է սիրտս։ Լավ, գնացի։ Կզանգես։ Հայրդ առավոտը Դավիթից այնքան խոսած, որ ինձ էլ անկախ ինձանից հետաքրքրեց, դու ինչ կասես։ Ես վաղուց իրան սենց ոգևորված չեմ տեսել։ Դե սովորական տղա է, մամ։ Հա, պապան շատ ոգևորված է, բայց դե ինչ, իմաստը չեմ հասկանում։ Սովորական վատ առումով թե լավ։ Մամ, ես իրեն որպես մամ չեմ ճանաչում։ Իսկ որպես մասնագետ պապային արդեն ասել եմ։ Գնամ արելի շատ չսպասացնել։ Пока։ Ալե հասկացանք մի րոպե։ Տղես, հուսով եմ այս ծաղիկները իմ համար չի, չէ։ Չէ։ Էսի ժամին նայել ես։ Դու նայի։ Լույսը վաղուց բացվել է։ Էյոթին էլ է լույսը բացվում, հետո։ Պապ, ուզում եմ գնամ Արգամենց տուն, չեմ ուզում ժամանակ կորցնեմ։ Ու ուզում եմ ասեմ, որ բաժնետեր դառնալու մտքի հետ համաձայն եմ։ Համել։ Համել։ Համել, կասեմ, որ Լուսային սիրահարված եմ։ Ցավը տանեմ։ Լսի տղես, բայց ծաղիկները աղջկան կտաս, հորը չտաս հանկարծ։ Պապ։ Դու երբեք սենց արագ որոշումներ չես կայացրել։ Գոնե քնել ես։ Զգացվում է։ Իզաբել, ինձ ու Դավիթին սուրճ կտաս։ Չէ, գնում եմ։ Մեքենայի շարժիչն էլ չեմ անջատել։ Ուղղակի ասացի քեզ տեսնեմ նոր գնամ։ Դե վազի։ Իզաբել։ Ինչ, հիմա ինչի ես լաց լինում։ Որովհետև գիտեմ ես ամեն ինչը ուր է տանել։ Ուր եմ տանում։ Ինչ կա որ ուր տանեմ։
Ես ընդամենը նկատեցի, թե այդ տղան ոնց է նայում Լուսեին ու փորձեցի հասկանալ ինչ կա Լուսեի մտքում։ Այդքան բան։ Լուսեն չի մտածում, չես հասկանում, որ իրան ոչ մի բան չի հետաքրքրում։ Որովհետև Լուսեն հիմա Արեգի մասին է մտածում։ Արեգի, եթե գոնե մի պահ չմտածի այդ տղայի մասին, շատ հավանական է, որ նա Ու դու դեռ ասում ես, որ ոչ մի բան չես որոշել։ Դու գոնե մի պահ կարող ես ինձ լսել։ Ինձ լսիր։ Եթե Դավիթն ու Լուսեն ամուսնանան, դա փրկություն կլինի հենց Լուսեի համար։ Դու հո երեխա չես, այդքանը չես հասկանում։ Չէ։ Ինչը չէ, լսիր։ Ախր եթե այս ամեն ինչը ջրի երես դուրս գա, Լուսեն ու Արեգը միասին չեն մնա։ Հասկանում ես, չէ՞ դա։ Ոնց 15 տարեկան առաջին անգամ սիրահարված տղալներն։ Էլի ուզածի թասար էլի։ Ես միշտ եմ իմ ուզածին ասում, միշտ։ Դավիթ ջան, իսկ դու Լուսեի հետ խոսել ես, հետո Լուսեն ուրիշին Դավիթ, սուրճ, թեյ։ Ես վերցրու։ Համու ջան, ես բաչուին կողարկես։ Շատ եմ։ Ձայձարգամ, եկել եմ Լուսեի ձեռքը խնդրեմ։